Ես հարցազրույց եմ վերցրել Արփինե Առաքելյանից, պատմամշակութային արգելոց թանգարանների համակարգողից և վարպետ Մեհրաբի Ծոռնիկից Անժելայից, ովքեր մեզ պատմեցին նրա կյանքի և ստեղծագործության մասին հետաքրքիր դրվագներ և պատմություններ։ Վարպետ Մեհրաբի պատմությունը ոգեշնչող է, որովհետև պարզ արհեստավորից դարձավ արվեստի վարպետ, ով իր ձեռքերով կարողացավ քարին շունչ փչել և գեղեցիկ քանդակներ ստեղծել, որոնք մեծ արժեք ունեն մեր հայրենիքի համար և առավել ևս մեր քաղաքի համար։ Վանաձորի երկրագիտական թանգարան, որտեղ ուսումնասիրեցինք նրա կենսագրությունը, տեսանք, թե ինչ գործիքներով է աշխատել նա, ուսումնասիրեցինք նաև նրա թերթերը, տեսանք ընտանիքի լուսանկարները, ծանոթացանք, որ նրա հայրն էր նրան ուղարկել Բաքու, որպեսզի սովորի արհեստ, նա այդտեղ տեսնելով մի մարդու ոգեշնչվեց և ցանկացավ սովորել այդ արհեստը։ Երկրագիտական թանգարանում մեզ պատմեցին, որ վարպետ Մեհրաբը Աբովյան 4 հասցեում ունի բնակարան, որը ներկայումս բնակելի է։ 2023 թվականին ստացել է հուշարձանի կարգավիճակ, կան վրահական քանդակներ, որը բերվել են վարպետ Մեհրաբի հին տնից, որտեղից քանդվել են, բեր այստեղ հավաքվել են։ Կենտրոնում գտնվում է նրա գործիքների քանդակը, որով նա աշխատել է։ Վարպետ Մեհրաբի տան առաջ կա նաև մի քանդակ, որը ասում են իր տղան է քանդակել ի պատիվ իր հոր հիշատակի։